Ժամը 18-ն է, Renews լրատվականը կրկին ուղիղ եթերում է, ես Սոնա Թումանյանն եմ։ Առանց ավելորդ աղմուկի մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանի ու աշխարհի լրահոսը եւ մինչեւ հեծի ու Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրավական գործընթացներին անդրադառնալը տեղեկացնեմ նոր քրեական գործի մասին։ Իրավապահները աչքից հեռու չեն թողնում Սերժ Սարգսյանին։ Երրորդ նախագահի դեմ 4-րդ քրեական գործն է հարուցվել, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու մեղադրանքով հարուցված քրեական գործը եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման նախագիծը։ Մեծ փոփոխությունների դժվար թե պետք է սպասել երկրորդ ընթերցումից հետո, իսկ Փաշինյանն ամեն դեպքում Ազգային ժողովի ամբիոնից էլեկտրական ցանցերի աշխատակիցներին հուշում է, որ բոյկոտները անպատասխան չի թողնի եւ կլինի կտրուկ։ Այն ԶՊՄԿ-ի են բանի ուժեղ տղեկի նման, էլի ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեք, տեսեք, ոչ մեկը ոչ մեկին ներում չի լինելու, ոչ մեկին, հա, որ ամեն ինչ պարզ լինի։ Երկրորդը, այն աշխատողները, ովքեր կհրաժարվեն եւ կհազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ եւ կոնկրետ ցուցմունքներ կտան։ Եթե հիմա ասենք ենթադրենք նրանց ոչ մեկ չի ազատվի, որովհետև մենք բավարար լծակներ ունենք այդ մարդկանց պաշտպանելու համար, իսկ ովքեր իրավապահ մարմիններին հետ կհամագործակցեն, ցուցմունք կտան եւ այլն, այն մյուսները կդատվեն, իսկ համագործակցող աշխատողները կխրախուսվեն։ Իսկ նրանք, ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ, հետո Տաշիր պիցայում կարան աշխատեն, թե չեն կարող աշխատեն, վստահ չեմ անկեղծ ասած, որ կարան թեկուզ Տաշիր պիցայում բան աշխատեն, որևէ բան։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի պատասխան հայտարարությունը չուշացավ, հեծ աշխատակիցները կարող են հանգիստ լինել։ Պաշտպանության խորհուրդը վստահեցնում է, որ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար աշխատանքից հեռացնելու սպառնալիքները իրավական դաշտ կտեղափոխվեն։ Աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք։ Արամ Վարդևանյանն էլ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանը այսօր մամուլի լույս է տվել եւ խոսել հեծի պետականացման մասին, շատ դետալային անդրադարձել է գործարարի հայտնի իր ձևերով հարցեր լուծել արտահայտությանը եւ ոչ միայն։ Դիտենք հատված ասուլիսից։ Դուք ընդգծեցիք մեր ձևով բառակապակցությունը, իսկ եթե ես էլ օրինակ որպես բառակապակցություն ներկայացնեմ, մուրճը տալու ենք բոլորի գլխին, այդ բիզնեսները խլելու ենք վերադարձնենք ժողովրդին։ Այս արտահայտությունները, որոնք ներկայացրեցի, որոնք սուր էին, ցնցող էին, միգուցե մեղմ ասած վտանգավոր էին, դրանք բոլորը իրավաչափ են դիտարկվել։ Իսկ արտահայտությունը, որը հայկական մշակույթում առկա է, մեր ձևով կփորձենք հարցը լուծել, մեր ձևով կփորձեմ հարցին մոտենալ, դա տարածված արտահայտություն է։ Եվ Սամվել Կարապետյան անձի դեպքում ինչ պետք է անենք, չէ՞, պետք է իր անձի կոնտեքստը դիտարկենք։ Քննչական կոմիտեն առավոտյան հաստատել է, որ խուզարկություն է իրականացնում Տաշիր գրուպի գլխավոր գրասենյակում, որակելով դրանք անհետաձգելի քննչական գործողություններ։ Տաշիր գրուպի գրասենյակում են եղել Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ։ Իդեպ Տաշիր պիցցա մասնաճյուղերը նույնպես չեն գործում, իսկ Տաշիր առևտրի կենտրոնի վրա փակցված Սամվել Կարապետյանի պաստառը ապամոնտաժվել է։ Ներքին գործերի նախարարությունից էլ տեղեկացնում են, որ մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն, մասնավորապես 11-ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութերի հայտնաբերման, 10 դեպք մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք ֆիզիկական ներգործության, 6 դեպք կաշառակերության, 5 դեպք խարդախության, 4 դեպք սեքսուալ բնույթի բռնի գործողության եւ այլն։ Բացահայտվել են նաեւ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու, սառը զենքի հայտնաբերման դեպքեր։ Կովիդից հետո վարակիչ հիվանդությունների նկատմամբ կամ ուշադրությունն ավելացավ, կամ էլ մենք պարզապես սկսեցինք հեշտ բուժվող վիրուսներին ավելի լուրջ վերաբերվել։ Ամեն դեպքում վարակելիության մտահոգիչ թվեր կան։ Նարինե Ղուկասյանն է այցելել ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Ի դեպ, հիվանդանոցում բուժում են ստանում նաև Կովիդով հիվանդ երեխաներ։ Ալեն փորը ցավում է։ Լեզու ցույց տուր մի հատ։ Լավ։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժանմունքն է, որտեղ բուժում են ստանում տարբեր ինֆեկցիաներով վարակված 1-ից 5 տարեկան երեխաներ։ Բաժանմունքի ղեկավար Արշակ Ղազարյանի խոսքով, ամառային սեզոնով պայմանավորված աղիքային վարակով հիվանդների դիմելիությունն աճել է։ Հիմնական փոխանցման ուղին դա սննդային ճանապարհն է, այսինքն վատ լվացված մրգեր, բանջարեղեն, հիվանդությունը կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն եւ կարող է փոխանցվել նաև կոնտակտային ճանապարհով, այսինքն տարբեր առարկաների, խաղալիքների միջոցով։ Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ, ասում է բժիշկ Ղազարյանը։ Մանկական բաժանմունքում այժմ բուժվում է աղիքային վարակով 2 տասնյակից ավելի երեխա, COVID-19-ով 3 մանկահասակ եւ 2 դեպք էլ կարմրուկով վարակված մանուկներ։ Ունենում ենք ինչպես բակտերիալ աղիքային հիվանդություններ, սալմոնելոզն է գերակշռում բակտերիալ աղիքային վարակների խմբում, բայց ամռան սեզոնին նաև ունենում ենք ակտիվացում, շատացում նաև վիրուսային վարակներով պայմանավորված գաստրոենտերիտները, դրանք աղիքային էնտերովիրուսներով պայմանավորված ինֆեկցիոն հիվանդություններն են, որոնք առաջացնում են փսխում, լուծ, գաստրոենտերիտի նշաններ։ Ըստ վարակաբանի, հիվանդության նկատմամբ առավել խոցելի են մինչև 1 տարեկան երեխաները, քանի որ նրանց իմունային համակարգը թույլ է զարգացած։ Բժշկի խոսքով բակտերիալ աղիքային վարակների ժամանակ ծանր դեպքերում տղանքում կարող է նկատվել արյուն։ Այդ պարագայում առանց վարանելու պետք է անհապաղ դիմել ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Հիվանդների մեծ մասի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին բոլորը ստանում են համապատասխան դեզինտոքսիկացիոն, ռեհիդրատացիոն թերապիա եւ փառք Աստծո մենք մահացու ելքեր այդ հիվանդություններից չենք ունենում։ Մանկական բաժանմունքում բուժում են ստանում նաեւ օդակաթիլային վարակով հիվանդներ։ Բալիկը մեզ մոտ ընդունվել է կորոնավիրուսային վարակ ախտորոշմամբ, այնուհետև հաստատվել է թոքաբորբ, ստացել է համապատասխան բուժում, ներկայումս վիճակը կայուն է, մենք պատրաստում ենք երեխային արդեն դուրս գրման։ Ինֆեկցիոն հիվանդությունների բուժման ընթացքը տևում է առավելագույնը 5 օր։ Երրորդ օրն արդեն իսկ կլինիկական ախտանշանները նահանջում են, ինչից հետո կազմակերպվում է ամբուլատոր հսկողությամբ հետագա բուժման ընթացքը։ Վերջին շրջանում ունենում ենք նաև եսակի բերովի դեպքեր, Ռուսաստանի Դաշնությունից կարմրուկի դեպքեր, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Օրենքով սահմանված կարգով կենտրոնում մանկական ծառայությունն անվճար է։ Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների քաղաքացիություն ունեցող անձանց համար վարակաբանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել շուտ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններին, նաև հետևել երեխաների հիգիենայի կանոններին, տարատեսակ վարակներից խուսափելու համար։ Խաղաղություն բառն եմ սիրում, թող այն ընցի ոչ աղցարում, մոլորակի բարի մարդիկ, ապրեն ուրախ և երջանիկ։ Նարինե Ղուկասյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինին այսօր հյուրընկալել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել գործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները եւ նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանի հաջորդ հանդիպումը Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհայի հետ էր։ Ուշադրության կենտրոնում պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերն էին։
Պաշտոնական լրահոսում նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն է Կանադայի պաշտոնակից Անիտա Անանդի հետ։ Նախարարը նշել է, որ Երևանը գնահատում է Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Արևմտյան գործընկերոջ հետ Միրզոյանը քննարկել է խաղաղության խաչմերուկը։ Կողմերը խոսել են նաև Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքերում մեր կառավարության կողմից մարդասիրական օգնության մասին։ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Անիտա Անանդը գրել է, որ շնորհակալություն է հայտնել նրան Կանադայի հյուպատոսական թիմին ցուցաբերած աջակցության համար։ Ըստ նրա, Հայաստանն ապահովել է Կանադայի հյուպատոսական թիմի արդյունավետ աշխատանքն ու հասանելիությունն ագարակի անցակետում։ Իսկ քանի հրդեհ է տեղի ունեցել Հայաստանում այս տարի։ Թվեր չեմ նշի, այդ մասին կլսենք ռեպորտաժում, բայց կասեմ, որ նախորդ տարվա հետ համեմատելով աճը զգալի է։ Ինչ կապ ունի այս ամենի հետ գլոբալ տաքացումը եւ արդյոք առհասարակ որևէ կապ կա, պարզել է իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանը։ 2096 հրդեհ է բռնկվել խոտածածկ տարածքներում այս տարվա միայն առաջին կիսամյակին։ Սա նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելի է, իսկ անտառային հրդեհների քանակը 4 անգամ է աճել։ Նախորդ տարվա 5-ի համեմատությամբ այս տարի 20 դեպք է գրանցվել։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հրդեհից խուսափելու համար տեղեկատվական արշավներ են իրականացնում։ Նույնիսկ համակարգ ունեն, որով կոնկրետ համայնքներ ու դրանց ղեկավարներին ծանոթություններ են ուղարկում հրդեհի բարձր հավանականության մասին։ Ըստ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանի, ամբողջ աշխարհում հրդեհների մոտ 95%-ը մարդածին է։ Միայն 5%-ն է, որ բնական երևույթից է առաջանում, օրինակ կայծակից։ Համայնքներում հիմնական թերությունը դա խոտի դեզերը, որ կուտակում են տանիքների տակ կամ էլեկտրական հոսանքի լարերի տակ, քամու հետևանքով հրդեհի բռնկումը անմիջապես հնարավոր է, որից հնարավոր նաև տարածում դեպի անտառային հողեր։ Նույնիսկ ջրով, մի քիչ ջրով դծված պլաստիկ շիշը, որ ինքը ոսպնյակի դեր կարա կատարի կամ ծխախոտը թողած, չմարած հրդեհը պիկնիկներից հետո, այդ ամեն ինչը կարա նպաստի, որ հրդեհը միանգամից բռնկվի, եւ եթե մի փոքր քամ եղավ, շատ մեծ արագությամբ կտարածվի։ Շրջակա միջավայրի նախարարությունն այս շաբաթ հայտարարություն էր տարածել, որ Արարատի մարզում հրդեհի բարձր ռիսկ կա։ Քաղաքացիներին հորդորել էր պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհների թիվը նվազեցնելու կամ դրանք բացառելու համար նախարարությունը էկոպարեկների ծառայությունն է ներդրել։ Ըստ վարչության պետի ունեն անհրաժեշտ տեխնիկա, նույնիսկ ամենագնացներ լեռնային գոտիներում հրդեհաշիջումների համար։ Ընդունված է համարել, որ անտառային հրդեհներից պատճառված վնասը շատ ավելի մեծ է, քան ապօրինի ծառահատումներից պատճառված վնասը, այդ իսկ պատճառով անտառային հրդեհների դեմ պայքարը կանխումն ու կանխարգելում էկոպարեկային ծառայության գերակա խնդիրներից է։ Գյուղատնտեսական հողատարածքներում, եթե բացահայտվում է, որ հրդեհը բռնկվել է որևէ մեկի անպուտության հետևանքով, ապա հնարավոր է նա վարչական պատասխանատվության ենթարկվի մոտ 200,000 դրամի չափով։ Արդյոք հրդեհների ավելացման պատճառ կարող է լինել նաև գլոբալ տաքացումը։ Մասնագետներն ասում են, կլիման փոխվում է, հրդեհների համար պայմաններն ավելի նպաստավոր են դառնում։ Կլիմայի փոփոխությունը, որ ունենք չոր, տաք, առանց տեղումների եղանակ, նպաստող հանգամանք են, որ այդ հրդեհը հեշտությամբ տարածվի, բայց հրդեհի առաջացման պատճառը մարդն է լինում։ Եթե այդ պահին կայծակ չկա ու կայծակը չի հարվածել, ասենք ծառի։ Կլիմայի փոփոխությունը մենք անմիջապես չենք զգում։ Զգում ենք դրա հետևանքները՝ եղանակային անոմալիաների, ջերմային ալիքների, կարգտահարությունների եւ այլնի տեսքով։ Կարող է ինչ-որ սեզոնի հորդառա տեղատարապ տեղումներ կան, ասենք վայ, այսինքան շատ անձրևներ եկան, այս տարի խոնավ էր։ Բայց փաստացի դիտարկումների արդյունքում, երբ որ արդեն ունենում են իրական պատկերը, հասկանում են, որ միգուցե ունի ինքը տարածական եւ ժամանակի առումով անհամաչափ աշխատություն, բայց գումարային առումով տեղումների քանակի կրճատում է գրանցում Հայաստանի տարածքում ուսումնասիրությունների արդյունքում 9-10% չափով տեղումներն են նվազել եւ ջերմաստիճանի աճ է գրանցել։ Այսինքն ընդհանուր կլիմայական պայմանների փոփոխությունը բերում է ավելի չորացման ցամաքայնացման։ Ըստ Սաֆարյանի, սա փոխկապակցված շրջափուլ է։ Մթնոլորտ տարբեր գազեր են նետվում, փոխվում է բաղադրությունն ու առաջանում ջերմոցային էֆեկտ։ Դա առավել նպաստավոր է հրդեհների համար, իսկ հրդեհներից մթնոլորտ նետվող գազերը ել ավելի են սրում իրավիճակը։ Նախարարությունը հատկապես այս սեզոնին հորդորում է բնության գրկում առավել ուշադիր լինել, կրակ վառել միայն նախատեսված վայրերում, բաց տարածքներում չթողնել ապակիներ, պլաստիկներ։
Սիմոն Հովանիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման ֆոնին Ադրբեջանում շուտով կփակվեն բոլոր ռուսալեզու դպրոցները։ Տարածվող տեղեկության համաձայն այս միջոցառումն ուղղված է Ադրբեջանի որպես կրթության հիմնական լեզվի դիրքերի ամրապնդմանը, մինչդեռ ոչ լրահոսից, ոչ էլ վավերագրվող իրականությունից չի ջնջվել, թե 2022-ին Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ինչպես էր գլուխ գովում, իսկ առիթը Ադրբեջանում գործող 324 ռուսական դպրոցներն էին։ Նրա խոսքով այդ դպրոցներում սովորում է 160,000 երեխա, իսկ ևս 800,000 աշակերտ ռուսերեն է սովորում որպես երկրորդ լեզու։ Ադրբեջանի կրթության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը, որը շարունակում է ակտիվորեն տարածվել տեղի լրատվամիջոցներով։ Բաքուն այսօր նաև ձայնագրություն է հրապարակել, որտեղ հակաօդային պաշտպանության ռուսաստանցի սպան հայտնում է, թե 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքու Գրոզնի չվերտ իրականացնող օդանավը խոցել է պաշտպանության նախարարության հրամանով։ Ռուսաստան-Ադրբեջան լարվածությունը սրվում է։ Փոխադարձ մեղադրանքներ, արտաքսումներ, ձերբակալություններ, որոնք ուղեկցվում են հրապարակային նվաստացումներով եւ բռնություններով։ Մոսկվան եւ Բաքուն խորացնում են փոխադարձ անվստահությունը։ Ռուսաստանում նախորդ տասնամյակներին զանազան հանցագործությունների համար կասկածյալների զանգվածային ձերբակալություններից հետո կալանավորվում են նաեւ գործարարի դիմակի տակ թաքնված հանցաշխարհի հետ սերտաճած ծագումով ադրբեջանցիներ։ Իսկ Բաքվում կազմակերպած հանցագործ խմբավորումների անվան տակ ռուսաստանցի լրագրողներ։ Եկատերինբուրգում ձերբակալվել է Ադրբեջան-Ուրալ կազմակերպության ղեկավար Շահին Շիխիլինսկին։ Նրան եւ նրա որդուն հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել Բաքու պլազայի մոտ, կոտրելով ավտոմեքենայի ապակիները, կոպտորեն դուրս քաշել մեքենայից։ Մինչև այդ ձերբակալվել էր էթնիկ հանցախմբի 6 անդամ 2001-ից 11 թվականներին պատվիրված սպանությունների գործով։ Ըստ հետաքննության խումբը վերահսկել է կեղծ ծխախոտ վաճառող տաղավարներ։ Վորոնեժում ձերբակալվել է գործարար Յուսիֆ Խալիլովը։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ նա Ալեքսեևսկի շուկայի համասեփականատերն է։ Բաքվում 8 ռուսաստանցի ձերբակալվել են Իրանից իբր թմրանյութերի մուտք եւ կիբերհանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Դատարանը նրանց կալանավորել է 4 ամսով։ Կադրերը վկայում են, նրանք ենթարկվել են բռնության եւ ստորացման։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հատուկ բրիֆինգում նշվել է, որ Եկատերինբուրգում ադրբեջանցի Հուսեյն եւ Զիադդին Սաֆարով եղբայրները մահացել են նախորոք բազմակի ծեծի ենթարկվելուց հետո։ Իդեպ ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ հանցաշխարհի ներկայացուցիչներ Սաֆարով եղբայրները Հունգարիայում ցմահ դատապարտված Ադրբեջան արտահանձնված եւ նախագահ Ալիևի հրամանով ներման արժանացած տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի մոտ ազգականներն են։ Զիադդինի դին Բաքու են վերադարձրել առանց կողոսկրերից մեկի, բազմաթիվ վնասվածքներով ու այտուցներով։ Դատախազներից մեկը վրդովմունքով հերքում է ռուսական աղբյուրների տարածած տեղեկությունը, թե Հուսեյն Սաֆարովը մահացել է ոստիկանական շուրջկալի ընթացքում սրտի սուր անբավարարությունից։ Ռուսական մամուլը փորձում է դեպքը ներկայացնել որպես առողջական խնդիրների հետևանք, սակայն ադրբեջանցի փորձագետների եզրակացությունները խոսում են հակառակի մասին։ 14 ադրբեջանցի է ձերբակալվել Ռուսաստանում, որոնցից 7-ի նկատմամբ ըստ Բաքվի կիրառվել է բռնություն։ 2-ը մահացել են, 2-ը բուժվում են, 1-ը արտաքսվել է Ադրբեջան։ Իբր ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեղադրանքով Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակի աշխատակիցների ձերբակալությանը զուգահեռ բերման է ենթարկվել նաև Russia Today-ի աշխատակիցը, որը Բաքվում էր մասնավոր այցով։ Բաքվի գործողությունները դիտարկվում են որպես Ռուսաստանի ներքին գործերի միջամտություն, պահանջում են ազատ արձակել ռուս լրագրողներ Կարտավիխինին ու Բելաուսովին, հակառուսական արշավը Ադրբեջանում հրահրում է հենց իշխանությունը։ Ռուսաստանի արտգործ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի ձերբակալված ու կալանավորված քաղաքացիներին այցելելու իրենց ջանքերն ապարդյուն են եղել։ Ռուսաստանը հույս ունի, որ Բաքվի սադրիչ քայլերը կդադարեցվեն, քանի որ դրանք լուրջ վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին, ասել է նա։ Մենք իհարկե դիմել ենք, խնդրելով թույլատրել հյուպատոսության աշխատակիցներին այցելել Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում զանգվածային լրատվության միջոցների ռուս լրագրողներին։ Մենք ամբողջ ընթացքում կապի մեջ ենք եղել մեր դեսպանատան, Ռուսաստանի դեսպան պարոն Եվդոկիմովի հետ, սակայն ցավոք այս պահի դրությամբ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում լրագրողներին, այցելելու հնարավորություն չի տրվել։ Զախարովան կոչ է արել Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք Ադրբեջանում են կամ ծրագրում են այնտեղ մեկնել, հաշվի առնել ընթացիկ իրավիճակը։ Դիվանագիտական լեզվով այս հորդորը նշանակում է. Ադրբեջանում գտնվող ռուսաստանցիները պետք է շտապ հեռանան այնտեղից։ Մեկնել պատրաստվողները խուսափեն այդ քայլից։
Զախարովան փոխանցել է Ռուսաստանի Դաշնության կոչը Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել հարաբերությունները ռազմավարական դաշնակցության մակարդակին վերադարձնելու համար, որն ամրագրված է փաստաթղթում։ Այս ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապել է զանգահարել ադրբեջանցի պաշտոնակցին ու Իլհամ Ալիևին ցավակցել մարդասպանության մեջ մեղադրվողների մահվան առիթով։ Կողմերը վերահաստատել են տարածքային ամբողջականությանը փոխադարձ աջակցությունը։ Զելենսկին ընդգծել է. Ուկրաինան սատարում է Ադրբեջանին, երբ Ռուսաստանը նրան ծաղրում եւ սպառնում է։ Իսկ ահա Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց այս պահին նախատեսված չէ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Նախագահ Մասուդ Փեզեշկյանի հրամանագրով Իրանը դադարեցրել է համագործակցությունը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, հաղորդել են իրանական լրատվամիջոցները։ Ըստ հրամանագրի գործակալության աշխատակիցներին կարգելվի մուտք գործել Իրան։ Նաև նշվում է, որ այս միջոցառումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ապահովվել Իրանի միջուկային օբյեկտների եւ գիտնականների անվտանգությունը։ Հիշեցնեմ նաև, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանը հաստատել էր ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը, իսկ Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել էր այն։ Միացյալ Նահանգների այցին ընդառաջ Իսրայելն ավելի սիրահոժար է դարձել եւ որպես Միացյալ Նահանգների հետ բարեկամական կապերի առհավատչա համաձայնել է Դոնալդ Թրամփի առաջարկներին։ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը գրառում է կատարել եւ նշել, որ Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմաններին։ Չնայած այս հայտարարությանը Լիբանանի վրա 15 րոպեում 20 հրթիռ է արձակվել։ Իսրայելական ուժերը միաժամանակ շարունակում են սպանությունները Գազայում։ Դավիթ Կենջոյանն է պատմում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 7-ին հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, քննարկելու Գազայի եւ Իրանի հետ կապված հարցերը։ Թրամփը կոչ է արել Համասին ընդունել Իսրայելի հետ Կատարի եւ Եգիպտոսի միջնորդությամբ առաջարկված 60-օրյա հրադադարը։ Ըստ հայտարարությունների, Իսրայելը համաձայնել է պայմաններին։ Ի ներկայացուցիչները Գազայի հարցով այսօր երկար եւ արդյունավետ հանդիպում ունեցան Իսրայելի հետ։ Իսրայելը համաձայնել է անհրաժեշտ պայմաններին վերջնականացնելու 60-օրյա զինադադարը, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ վերջ դնելու պատերազմին։ Կատարցիները եւ եգիպտոսցիները, որոնք մեծ ջանքեր են գործադրել խաղաղություն հաստատելու համար, կներկայացնեն այս վերջնական առաջարկը։ Հույս ունեմ, որ Իշահ մերձավոր Արևելքի Համասը կընդունի այս գործարքը, քանի որ ավելի լավ առաջարկ չի լինի։ Իրավիճակը միայն կվատթարանա։ Թրամփի գրառմանը անդրադարձել է նաև Իլոն Մասկը։ Տուր վարկ այնտեղ, որտեղ վարկ է հասնում։ Դոնալդ Թրամփը հաջողությամբ կարգավորել է աշխարհում մի քանի կարևոր հակամարտություններ։ Մինչդեռ Գազայում իրավիճակը մնում է լարված։ Հուլիսի 1-ին իսրայելական հարվածները Գազայում հանգեցրել են առնվազն 60 մարդու մահվան։ Նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 56000 պաղեստինցի։ Գազայի 2.3 միլիոն բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղահանվել է։ Բնակելի թաղամասերն ավերվել են, իսկ հումանիտար օգնության մատակարարումը դադարեցվել, ինչը խորացրել է սովը եւ ճգնաժամը։ Գազայում Համասի ձեռքին դեռ 50 պատանդ կա։ Նրանց մի մասը ենթադրաբար ողջ է։ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ առաջնահերթությունը պատանդների ազատ արձակումն է։ Նեթանյահուի խորհրդական Ռոն Դերմերը Վաշինգտոնում է, նախապատրաստելու նրա հանդիպումներն ու բանակցությունները։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ռենյուզ լրատվականի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, մեր օտարալեզու բոլոր թողարկումներն էլ հասանելի են YouTube-յան մեր հարթակում։ Ես Սոնա Թումանյանն եմ, ձեզ հրաժեշտ եմ տալիս։